Այսօր պատրաստում ենք սպրինգ ռոլեր երկու տարբերակով։ Չկարողացա ընտրել թարմ թե խրթխրթան տարբերակը, այս պատճառով պատրաստելու ենք երկուսն էլ։ Դուք կընտրեք ձեր նախընտրած տարբերակը։ Երկուսի միջուկն էլ նույնն են, բայց կարծես թե տարբեր համեր լինեն։ Դե ինչ, եթե հետաքրքրեց, մնացեք ինձ հետ և դիտեք մինչև վերջ։ Սկզբում տապակում ենք մանրածովախեցգետինը, որը նախապես ես մաքրել և լվացել եմ։ Մի փոքր կարագով տապակում ենք, մոտավորապես 1-2 րոպե ամեն կողմից։ Ավելացնում ենք նաև 1 ատամիկ սխտոր, մի փոքր համեմում ենք աղով և սև պղպեղով։ Ավելացնում ենք նաև մի փոքր սոյայի սոուս և արդեն իսկ մեր համեղ մանրածովախեցգետնի ձողիկները պատրաստ են։ Վերցնում ենք կրակի վրայից, թողնում ենք ամբողջությամբ սառի։ Այդ ընթացքում պատրաստում ենք նաև մնացած բաղադրիչները։ Մեզ պետք է այսպիսի բրնձի թերթիկ, որը թռչում ենք տաք ջրի մեջ մի քանի վայրկյան։ Հանում ենք և դնում տախտակի վրա, շատ արագ է փափկում։ Վրան դասավորում ենք մեր նախընտրելի բանջարեղենը, ինձ մոտ 1000 տերև է, գունավոր պղպեղներ և վարունգ։ Ավելացնում ենք նաև սերուցքային պանիրը և մանրածովախեցգետնի ձողիկները։ Փաթաթում ենք և դնում մի կողմ։ Մանրածովախեցգետնի փոխարեն կարող եք վերցնել ծովախեցգետնի ձողիկներ կամ հավի կրծքամիս։ Այդպես էլ շատ համեղ է ստացվում։ Միջուկը կարող եք դասավորել ձեր նախընտրած տարբերակով, այստեղ հստակ կանոններ չկան։ Շատ հեշտ և ձիգ է փաթաթվում, անգամ սկսնակները կարող են շատ հանգիստ պատրաստել։ Այս նույն տարբերակով պատրաստում ենք բոլորը մինչև վերջանա։ Ահա արդեն մեր ռոլերը պատրաստ են։ Իսկ այժմ պատրաստում ենք թանձրուկ տապակելու համար։ Հավկիթի վրա ավելացնում ենք աղ, սև և կարմիր պղպեղներ, մի թեթև հարում ենք, ավելացնում ենք բուսայուղը և ալյուրը։ Ալյուրը ավելացնում ենք այնքան, որ ստանանք թթվասերի խտության խմոր։ Մեզ պետք է նաև պաքսի մատ, որպեսզի ավելի խրթխրթան եղև ստանանք։ Ռոլը թաթախում ենք այսպես խմորի մեջ, որից հետո տեղափոխում ենք պաքսի մատի մեջ։ Բոլոր կողմերից հավասարաչափ պատում ենք պաքսի մատով և տապակում ենք բուսայուղի մեջ բոլոր կողմերից մինչև կարմրի։ Այս թանձրուկը ունիվերսալ թանձրուկ է, որով կարող եք տապակել նաև ձուկը, բանջարեղենը, սոխի օղակները, այն ինչ կցանկանաք։ Տեսեք, թե ինչքան լավ է կարմրել ու ինչքան խրթխրթան է ստացվել։ Երկու տարբերակն էլ շատ լավ էին ստացվել, բայց մեզ ավելի շատ դուր եկավ տապակված տարբերակը։ Իսկ դուք գրեք մեկնաբանության բաժնում որ տարբերակն եք նախընտրում։ Այսօր էլ այսպիսի համեղ ու տարբերվող բաղադրատոմս էի պատրաստել ձեզ համար։